Խանութներում այսօր բավականին շատ է մատչելի ծաղիկը, մատչելի է նաև լոլիկը, չնայած ֆերմերների բերքի ավելցուկին և սպառման շուկաների բացակայությանը վերաբերող բողոքներին, միրգ բանջարեղենի այլ գինիչեցում առայժմ չենք ֆիքսել։ Կա մեկ այլ պրոդուկտ ևս, որի մուտքը դեպի Ռուսաստան թեև արգելված է, բայց դրա գինիչեցմանը դեռ ականատես չենք եղել։ Խոսքը ձկան մասն է, որի արժեքը չի նվազել, ու ներքին շուկայում մնում է կայուն։ Մյուս կողմից այս ոլորտում ևս վիճակը մեղմ ասած բարբոք չէ։ Ոչինչ չի փոխվել։ Ինչպես 11 թվականին փակվեց, ինչպես 15 թվականին փակվեց, ինչպես հիմա է փակվել եւ ինչպես բացվել է նախկինում, հիմա էլ հույս ունեն որոշ արտադրողներ, որ բացվելու է տեղափոխումը հայկական ձկնամթերքի ռուսական շուկա։ Շատ բիզնեսմեններ սակայն զգում են, որ այս անգամ իրավիճակն այլ է։ Ռուսները հավանական է դեռ շատ երկար չբացեն իրենց շուկաները։ Վատագույն սցենարով ինչ խնդիրներ կունենանք այդ դեպքում։ Հզոր խոշոր տնտեսությունները իրենց արտադրական հնարավորությունները կնվազեցնեն մինչև 20%-ի կհասցնեն, ինչպես նախկինում է եղել։ Միջիններից որոշ տնտեսություններ կգնան քայքայման, փոքրները ընդհանրապես ոտնատակ կգնան, այսինքն սկսելու են արտադրել այնքան, ինչքան հնարավոր է սպառել ներքին շուկայում, որովհետև մենք այլ շուկա չունենք։ Իսկ որն է լուծումը։ Որոշ հաշվարկներով տարեկան Հայաստանից 15,000 տոննա թարմ եւ պաղեցված իշխանու թառափ է արտահանվում, որի 95%-ը գնում է Ռուսաստանի Դաշնություն։ Ինչ է արվելու հիմա այդքան ձկնամթերքի հետ։ Հայաստանի Հանրապետությունը ստացել է թույլտվություն ձկան ձկնամթերքի արտահանման նպատակով Եվրոպական միության երկրներ։ Ահա, մեզ կգան օգնության եվրոպացիները։ Իրականում նրանք դեռ նախորդ տարի էին թույլ տվել Հայաստանից ձկնամթերք արտահանել Եվրամիության անդամ երկրներ, բայց դրա համար, ինչպես պարզվում է, ձեռնարկատերը դեռ ճանապարհ ունի անցնելիք։ Եվրոպական միությունը տարիներ առաջ արգելել է, օրինակ, մալախիցյան կանաչի կիրառությունը որպես անասնաբուժական դեղամիջոց։ Եվրոպական միությունից էր իտալացի էր, որը եկել էր Հայաստան, հարց տվեց, ասեց, շատ կներեք, իսկ դուք փոխարինող գրանցված դեղամիջոցներ ունեք, թե չէ, եւ պարզվեց, որ մենք փոխարինող գրանցված դեղամիջոց չունենք։ Ահա, փաստորեն մեր ձեռնարկատերերի արտադրանքը պետք է հատուկ չափորոշիչների, նորմերի համապատասխանի, որպեսզի Եվրամիությունն ներմուծելու թույլտվություն տրվի։ Հայտ ներկայացնելուց հետո լիազոր մարմինը իրականացնում է ստուգում տնտեսվարողի մոտ, սա պլանային կամ տեղական վերահսկողության ստուգում չէ, այլ Եվրոպական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների համապատասխանության նկատմամբ ստուգում է։ Պետական մարմինը հանդես է գալիս հայտարարությամբ, որը դառնում է ավտոմատ կերպով, ինքնախոստովանություն, որ մինչ այս փաստացի պատշաճ չեն վերահսկել եւ հիմա նոր միայն արտահանման հայտ ներկայացրած տնտեսություններում իրականացնեն պետական նորմալ մակարդակով վերահսկողություն։ Այսինքն ստացվում է, որ մինչև հիմա այն արտադրանքը, որը արտահանել ենք Ռուսաստան, կամ թեկուզ հենց մենք ենք կիրառել եւ կիրառում, հաճախ չի համապատասխանել եվրոպական նորմերին։ Օրինակ, նիտրոֆուրանային խմբի հակաբիոտիկները չի թույլատրվում օգտագործել կամ քլորանֆենիկոլը չի թույլատրվում։ Դասընթացի էինք հրավիրել ձկնաբույծներին եւ խնդրել էինք նշել հատկապես այն դեղամիջոցները, հատկապես այն հակաբիոտիկները, որոնք իրենք օգտագործում են, եւ մեծ մասը կոնկրետ նշել էին Եվրոպական միությունում արգելված անասնաբուժական դեղամիջոցի անուն։ Հիմա ըստ էության կառավարությունը ասում է. ձկնաբույծներ, ձեր արտադրանքը հասցրեք եվրոպական ստանդարտներին եւ մենք կաջակցենք, որ դուք դա արտահանեք։ Գործադիրի այս առաջարկին արդեն արձագանքել է 5 արտադրող 130-ից։ Երեք մենք արդեն գրավոր դիմում ենք ստացել տեսչական մարմին, մեկ կազմակերպությունից, որը որ հենց կառավարության նիստից հետո եղել է, էլեկտրոնային եղանակով դաշտում արկա ընկերություններից գրեթե 97% տնտեսություններն էլ պատրաստ են։ Խնդիրն այն է, որ հայ արտադրողների համար տարբեր խնդիրներ կարող են ջրի երես դուրս գալ ամենաանսպասելի տեղերից։ Հայաստանում գյուղոլորտում որակի վերահսկման process-ը, այդ թվում ձկնաբուծության ոլորտում, մեղմ ասած բադ գործ է։ Ըստ էության փաստացի եթե դա ներդրված չլինի, չեն էլ կարողանա արտահանել այդ հասիբ համակարգն է, մյուսն է եւ այլն։ Դա իրանից ենթադրում է ձկան եւ սննդամթերքի բաղադրիչ նյութերի հետագծելիություն ամբողջ, այսինքն ինքը եթե դու այդ ներդնում ես, այդ նշանակում է թվային եղանակով Եվրոպայում կարան տենան։ Այդ կերը որտեղ ես առել, ոնց է եկել, երբ է եկել, երբ ես տվել։ Տնտեսվարող եմ հանդիպել, որի ապրանքի մեջ մալախիտ կանաչ է հայտնաբերվել եւ նա հայկական բառ ասեմ, կրակ ու երթում է կերել, որ մալախիտ կանաչ երբևիցե չի օգտագործել, չէր իմացել, որ մալախիտ կանաչը օգտագործվել էր մանրաձկան արտադրության ժամանակ եւ ինքը ձեռք էր բերել պատրաստի մանրաձուկ եւ այլևս չէր օգտագործել մալախիտ կանաչ։
բայց հետագայում իր ապրանքը բախվել էր խնդրի։ Այսինքն Եվրամիության շուկա մուտք գործելու համար դու պետք է երաշխավորես, որ ձկան արտադրության ամբողջ ցիկլում չի եղել գետ 1 շեղում այնտեղ ընդունված ստանդարտներից։ Ավազանի ջուր, իհարկե մանրաձկան արտադրություն, վերջնական ձկան արտադրություն, ձկան հիգիենայի կանոնների պահպանումը, նաև սպանդի ժամանակ, հետագա բոլոր հիգիենայի կանոնների պահպանումը, սրանք բոլորը շատ կարևորվում են, որովհետև Եվրոպական միությունը սննդի մատակարարման շղթան դիտարկում է որպես մեկ ամբողջականություն։ Եվրոպացիք ունեն իրենց սեփական ծովերն ու գետերը եւ լիովի օգտվում են սեփական բնական պայմաններում աճեցված ձկներից։ Ենթադրաբար Ռուսաստանին ցավոք դեռ այլընտրանք չկա։ Ինքը փորձում է մի քանի տնտեսությունների թույլ տալ տեղափոխումը ձկնամթերքի ռուսական շուկա։ Կա, հա, հայկական։ Բանակցություններ են գնում, ցանկանում է թույլ տալ մի քանիսինը, որպեսզի ապացուցի եւ ուզենա հաստատել, որ դա քաղաքական բնույթ չի կրում։ Ճգնաժամը, որը առաջիկայում չոքելու է ձուկ արտադրողների դռանը, գուցե ստիպի թե կառավարությանը, թե ոլորտի արտադրողներին մտածել այս բիզնեսի այլընտրանքային ապագայի մասին։ Արդեն պարզ է, որ ներկա մոտեցումներով այն այլևս չի լինելու ձեռնտու ոչ բիզնեսի եւ ոչ էլ առավել եւս պետության համար, որը ձկնաբուծարանների անխափան աշխատանքի համար ստիպված է ծախսել ամենակարևոր ռեսուրսներից մեկը։ Կա մոտավոր հաշվարկ, որ Հայաստանում արհեստական լճերում ձկան արտադրության 1 կիլոգրամ ձկան արտադրության համար օգտագործվում է մոտ 30 տոննա քաղցրամ ջուր։ Ինչի համար է այս տեղեկատվությունը կարևոր, որովհետև եթե դու ուզում ես քո երկրում զարգացնել ձկան արտադրությունը, դու պետք է ունենաս հստակ հաշվարկ ձկան ինքնարժեքի մասով։ Արմեն Նաթալյան, Անդրանիկ Ներկարարյան, Սուրանկյուն։